Ինչպես են բաշխվելու քաղաքական ուժերը Երևանի ավականիում։ Ինչ է անելու Հայաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելուց հետո։ Բարև Երևան դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը այսօր տեղեկություններ հայտնեց, թե ինչ խոչընդոտների է հանդիպել նախընտրական քարոզչության ժամանակ։ Նա անդրադարձավ նաև ոստիկանության աշխատանքին։ Երբ որ ընդդիմությունն է խաղաղ որևէ գործողություն անում, ոստիկանությունը անպայման պետք է խոչընդոտի ուժ կիրառի։ Բայց եթե հանրապետականի ներկայացուցիչներն են ինչ ասես անում, ոստիկանությունը բնականաբար խելոք պետք է իրեն պահի։ Դաշնակցական ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ իր նպատակը քաղաքապետ դառնալն է, սակայն նա դժվարացավ տոկոսներ նշել։ Ես տոկոս չեմ կարող ասել, որտեղ այդ տոկոսը շատ բաներից է կախված, այդ թվում նաև դեղձիկներից։ Ինչ տոկոս ասեմ։ Նա թիվ ասեմ, հետո չստացվի, ես ասում եմ մասնավորամասը չեմ։ Ոչ էլ ես նկարողն եմ ասեմ այդ թիվերը, եւ ոչ էլ Ադիպեկ բանն եմ, Արարուն Ադիպեկյանն է։ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը խոսեց այն մասին, թե ինչպիսի զարգացումներ են սպասվում Երևանի ավականու ընտրություններից հետո։ Որևէ շրջանակում քաղաքական մեծամասնության հետ որևէ ոլորտում ցանկացած համատեղ կառավարում մենք չենք մտնելու, եթե չի փոխվում Հայաստանում կյանքի որակը։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով շատ հնարավոր է, որ մայիսի 5-ի ավականու ընտրություններից հետո Հայաստանում լուրջ փոփոխություններ տեղի ունենան։ Իսկ եթե հանրապետականը չկարողացավ 40% հավաքել, ապա կառաջանա մի շատ հետաքրքիր ֆորս մաժորային իրավիճակ, որտեղ մյուս քաղաքական ուժերը կարող են կոնսոլիդացվել եւ առաջարկեն սեփական տեխնացու։ Խոսքի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը ներկայացրել է այն գերատեսչությունը, որը վերջին 3 ամիսների ընթացքում ամենաշատն է խախտել մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Շատ հազվադեպ է նման բան լինում, բայց այս անգամ մի գերատեսչություն ներառվեց այս ցուցակում, դա ազգային ժողովն է։ Այսօր բացվել է շինարարություն եւ ինտերիեր 6-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցել է 150 կազմակերպություն։ Մասնակիցները նշում էին, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ազդել է իրենց ապրանքի իրացման վրա։ Ըստ Մակիտա ընկերության ներկայացուցիչ Մամիկոն Մելքումյանի, քանի որ շինարարությունը սկսում է իջնել, շինարարության հանքագործության, ընդհանուր տնտեսության հետ, եթե տնտեսությունը այդքան աճ չի ապրում, նույն ձևով էլ մենք ենք։ Այժմ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում IFA աշխատասենյակում։ Երևանի ավականու ընտրություններում օրինակ երկիր կուսակցությունում ընդգրկված Հովհաննես Շահինյանը հայտարարել է, որ այն քաղաքական ուժերը, ովքեր չեն մասնակցել նախագահի ընտրություններին, նրանք մեծ կորուստ են ունեցել հասարակության մեջ։ Վստահության առումով նա նշել է, որ որոշ քաղաքական գործիչներ հայտարարում են, թե պետք չէ դասից փախչել, հաջորդ դասին կասեն, սակայն երբ հաջորդ դասը գալիս է, ասում են, որ իրենք զբաղված են, քաղաքում չեն։ Բարև Երևան դաշինքում ընդգրկված երգիչ Արտուր Իսպիրյանը այսօր նշել է, որ Երևանը բազմաթիվ խնդիրներ ունի, սակայն իրենց ներկայացնում են գեղեցիկ Երևան, ծաղիկներ են ցանում, սակայն երբ բարձրանում ես հաղթանակի զբոսայգի, տեսնում ես, թե քանի տեղից է ծուխ դուրս գալիս։ Յոնջալաղ եռանկյունի թաղամասում Հայ-Աղափական դաշնակցությանը տեղի բնակիչներն ասել են, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները 10,000-ական դրամներ են բաժանում, իսկ Երևանի 169 դպրոցի մոտ տեղակայված հանրապետականի շտաբից էլ 20,000-ական դրամներ են բաժանում, ասել են դաշնակցականները։ Օրվա լրահոսը։ Ռաֆի Հովհաննիսյանը անտեր մնացած էլեկտորատի միասնական թեկնածուն էր, այսօր ազգային ժողովի ճեպազորիչների ժամանակ հայտարարեց Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը անդրադառնալով ապրիլի 9-ի դեպքերին։ Ամեն էլեկտորատ իր կանգառում իջավ։ Մեկը իջավ հիմայի կանգառում, որը Բաղրամյանի սկիզբն էր, մեկը մնաց ուրեմն Ազատության հրապարակում։ Ի տարբերություն Ժառանգության Հայ ազգային կոնգրեսը գիտի, թե ովքեր են գալու իր ետևից եւ ինչու։ Առաջիկա ընտրությունները վերածվում են հանրաքվեի հետեւյալ հարցով. Արդյոք Սերժ Սարգսյանի գլխավորած հանրապետական կուսակցությունը ստանալու է ժողովրդից մանդատ շարունակելու ժողովրդի բացեի բաց թալանը։ Հայ-աղափոխական դաշնակցությունը ոչ միայն պատրաստվում է վերահսկել քվեարկության ընթացքը, այլև հստակ պատկերացնում է իր անելիքները ընտրություններից հետո։ Անդիմության հիմնական 4 ուժերը իրենց մանդատները գումարեն եւ 33-ից ավել ունենալու պարագայում արդեն ավականու ներսում ընտրեն քաղաքապետ։ Ամփոփելով Երևանի ավականու ընտրարշավը Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զորաբյանը արդյունավետ համարեց ընդդիմադիր ուժերի աշխատանքը, քանի որ կարողացել են երևանցիներին ճիշտ մեսիջներ ուղարկել։ Առ այն, որ փորձում են երևանցուն գտել թյուրիմացության մեջ, որ սա ընդհանրապես ասֆալտ փրողի, չգիտեմ, աղ թափողի ընտրություններն են եւ ոչ քաղաքական ընտրություններ, որպեսզի խուսափեն քաղաքական, կուսակցական քաղաքական պատասխանատվությունից։
Կենտրոն համայնքի բնակիչները Երևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման են եկել մեծ ակնկալիքներով։ Նրանց մտահոգող ոչ բոլոր հարցերն են լուծված, սակայն նրանց մի մասը կրկին պատրաստ է իր ձայնը տալ Տարոն Մարգարյանին տարբեր պատճառներով։ Անձամբ չեմ ճանաչում, բայց իր կենսագրականով հասկանում եմ, որ ինքը դաստիարակված, ճիշտ ընտանիքի տղա է, ճիշտ մարդ է։ Ուրիշ ես մարդ չեմ տեսնում։ Այսօր Տարոն Մարգարյանի հետ հանդիպելու են եկել նաև 33 թաղամասի բնակիչները, սակայն նրանց քաղաքապետին մոտենալ չհաջողվեց։ Ոչ տունն են տալ, այդպես բան կլինի, ես էլ 85 տարեկան կնիկ եմ, այսօր կան վաղը չկա, ես ուզում եմ իմ տունս։ Փոխարենը քաղաքապետին մոտենալու խնդիր չունեին նրանք, ովքեր պարզապես ցանկանում էին բարևել կամ լուսանկարվել նրա հետ։ Ինչպես քարոզարշավի ողջ ընթացքում, այնպես էլ այսօր վերջին օրը Տարոն Մարգարյանը սիրալիր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին նույն պատճառաբանությամբ։ Բոլոր հարցերին պատասխանել եմ, խնդրում եմ մամուլից տեղեկացնել։ Չի ազնիվ դրողի վրա, պարոն Մարգարյան, զուտ դա է հարցը։ Մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը քննության կառնի Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների բողոքը։ Այսօր այս մասին գլխավոր դատախազության դիմաց ՀԱԿ-ի ամենուրբաթյա բողոքի ակցիայում հայտարարեցին կոնգրեսի անդամները, նրանց հաջորդ բողոքի ակցիան կլինի հենց Վճռաբեկ դատարանի մոտ։ Հրապարակվելու է վճիռ։ Հիմա թե վճիռը ինչ տեսքով կլինի, չգիտեմ։ Արտակ Կարապետյանը ազատության մեջ գտնվող ՀԱԿ այն 3 տղաներից մեկն է, ով մեղադրվում է 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ոստիկանների հետ միջադեպի համար։ Նրանցից միայն Տիգրան Առաքելյանն է կալանքի տակ արդեն 2 տարի։ Դատախազության մոտ հավաքվածներից յուրաքանչյուրը համոզված է, որ երիտասարդները դատապարտվել են իրենց քաղաքական հայացքների համար։ Եթե նախագահան բարի կամք ունենա, ինձ թվում է մի գրիչի հարվածով կարելի ազատել։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար հստակ է, թե ինչու են իշխանությունները Տիգրան Առաքելյանին բանտում պահում, իսկ մյուսների հարցն էլ ձգձգում։ Որովհետև այս գործը փորձում են դամոկլեսյան սրի նման պահել մեր երեխաների գլխների վրա։ Պարոն Զուրաբյանն այսօր բոլորին կոչ արեց մայիսի 8-ին ժամը 10:30-ին լինել Վճռաբեկ դատարանի մոտ, աջակցելու անազատության դատապարտված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներին։ Մայիսի 16-ին Հայաստանը կստանձնի Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 6-ամսյան նախագահությունը։ Այս ընթացքում Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտության կարգավորմանը վերաբերող շեշտադրումներ չի անելու։ Այսօր ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն էլ նախագահելու է Եվրախորհրդում։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար կա ձևաչափ, դա ԵՀԿ-ի ձևաչափն է, Մինսկի խումբն է։ Իսկ արդյոք Եվրախորհրդի ամբիոնը առաջիկա 6 ամիսներին չի վերածվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխհրաձգության։ Այս հարցի վերաբերյալ արտաքին գործերի նախարարից պարզաբանումներ խնդրեց Ժառանգության падգամավոր Թևան Պողոսյանը։ Մեր նպատակը երբևէ չի եղել ոչ Եվրոխորհրդում, ոչ այլ միջազգային կազմակերպություններում ինչ որ հատուկ ձևով հակադրվել Ադրբեջանի հետ։ Լսումներին ներկա սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի մտահոգում էր Եվրախորհրդի վերաբերմունքը Մեծամորի ատոմակայանի փակման վերաբերյալ։ Կոնկրետ ժամկետ այդպիսի հարց մենք չունենք եւ խնդիր չունենք ինչ որ կոնկրետ ժամկետ նշելու ատոմային կայանի փակման։ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը իր հերթին լսումներին ներկա գտնվողներին կոչ արեց Եվրախորհրդում մեր նախագահությանը պատրաստվել ամենայն լրջությամբ։ Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար իր ներդրումն ու մասնակցություն ունենալ անդամ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության համամարտկային արժեքների տարածման ուղղված Եվրոպայի խորհրդի ավագնոտ օրակարգի ձևավորման գործում։ Երևանի ավականու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի նախընտրական ծրագրերի քաղաքաշինությանը վերաբերող դրույթները միայն ցանկություններ են։ Այսօր ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ Հիմնավոր ծրագրեր, այսինքն որ դրա հիմքում պետքա լինի, այսինքն քաղաքի առաջխաղացման համար պետքա լինի գլխավոր հատակագիծը եւ անպայման գործող օրենքների պահպանումը, որովհետեւ բան առաջ չկա։ Պարոն Մինասյանին հատկապես զարմացնում է այն հանգամանքը, որ հանրապետական կուսակցությունը, որպես իրենց թեկնածուի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի առավելություն, նշում է քաղաքի կանաչապատումը կամ ասֆալտապատումը։ Տների բակերը, մուտքերը եւ այլն, դրանք ամեն օրյա աշխատանք պետքա լինի։ Դրանք պետքա չլինեն
ասենք թե ընտրությունից ընտրություն Անկախ նրանից, թե մայիսի 5-ի ավականու ընտրությունների արդյունքում ով կդառնա Երևանի քաղաքապետ, ճարտարապետների միության նախագահը նրան կոչ է անում որպես գլխավոր խնդիր դիտարկել Երևանի պատմամշակութային շենքերը, որոնք անխնավերացվում են։ Իսկ ինչ հույսեր են կապում նորընտիր քաղաքապետի հետ երևանցիները։ Մեր փողոցներում նստած մուրացկաններին վերացնի։ Ինչ որ անում է, թող շարունակի։ Ուզում որ առաջին հերթին սիրի մեր քաղաքը, մարդ լինի, որը որ սիրում է մեր քաղաքը։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն 1 տարի շարունակ ուսումնասիրել է ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում։ Որպես կանոն, ոստիկանական բաժանմունքը գլուխը որպես կասկածյան ենթարկվում է առնվազն հոգեբանական ճնշումների, ինչ եմ ասում, ֆիզիկական ռեակցիաների ծեծ, հատակի փայտերով, էլեկտրաշոկով, մի քանի հոգով, ոտքերի տակ խփելով։ Կոմիտեն արձանագրել է չեն պահպանվում ամենակարևոր սկզբունքները՝ ազատազրկման պահին փաստաբան ունենալու, հարազատներին զանգ տալու, բժշկի ծառայություններից օգտվելու իրավունքները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի քանի ամսվա ընթացքում ձերբակալվածների պահման վայրում գտնվող 137 կալանավորներից պաշտպան են ունեցել ընդամենը 3-ը։ Մեկ այլ խնդիր է կալանավայրերի գերծանրաբեռնվածությունը։ Թեև անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց պետք է ընտրվի միայն բավարար հիմքերի դեպքում, այսօր Հայաստանում պատկերը բոլորովին այլ է։ Գրեթե 100% դեպքերում անձանց նկատմամբ ընտրվում է կալանքը որպես խափանման միջոց։ Ես որպես փաստաբան կարող եմ ասել, որ դրանց գերակշռող մասը անհիմն որոշումներ են։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի համար զեկույցի ոչ բոլոր դրույթներն են հիմնավորված, սակայն կարծում եմ, որ խոշտանգումների դեմ պայքարը պետք է առաջնային լինի, թեև դրանք նորություն չեն մեր հասարակության համար։ Խորհրդային տարիներին եւս ժողովուրդը շատ հաճախ ավելի շատ վախենում էր իրավապահներից, քան հանցագործներից։ Ավականու ընտրություններից առաջ Ամեկ+-ի թղթակիցը փորձել է պարզել Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներից, թե նրանք ինչ կարգավիճակով են մասնակցում մայիսի 5-ի Երևանի ավականու ընտրություններին։ Օրվա գլխավոր թեման։ Սերժ Սարգսյանը չի կարող լինել Բարգավաճ Հայաստանի թշնամին քաղաքականության մեջ, ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն է ակնարկում։ Սերժ Սարգսյանին որպես ուրեմն նախագահ մենք ոչ քննադատել ենք, ոչ էլ իրավունք ունենք քննադատելու։ Կուսակցության Ախոյանին Բարգավաճ Հայաստանը տեսնում է տնտեսության մեջ, կուսակցականները երբեմն քննադատում են Տիգրան Սարգսյանին։ Ըստ առավելության։ Պարոն Ախոյանը որպես անհատ չի կարող ասել ԲՀԿ-ն երբևէ կդառնա ընդդիմություն, կուսակցությունը պետք է ասի։ Ինքը չի լքի ԲՀԿ-ն, եթե թիմով որոշեն դառնալ ընդդիմություն։ Բելաջո ռեստորանային համալիրի սեփականատեր ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Մարգարյանին իր կուսակցության ընդդիմություն դառնալու մասին հարցը վիրավորեց։ Կոռեկտ հարցեր խնդրում եմ։ Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցությունում մնալու հարցը նույնպես պատգամավորի մոտ էթիկական եւ ինտելեկտուալ հարցեր առաջացրեց։ Ես ազգային ժողովի պատգամավոր եմ, դուք լրագրող եք, որը աշխատում եք ազգային ժողովում։ Կոռեկտ հարցեր տվեք։ Մի քիչ ձեր ինտելեկտը բարձրացրեք։ Պարոն Մարգարյանը որոշակիացնում է, օրը կգա կխոսեն ամեն ինչի մասին։ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Տիգրան Ստեփանյանն ընդհանրապես որևէ հարցի պատրաստ չէր բացի մեկից։ Դուրս կգա ԲՀԿ-ից, եթե դառնան ընդդիմություն։ Միանշանակ ոչ։ Ստեփան Մարգարյանին ավելի դուր է գալիս կառուցողական ընդդիմադիր Բարգավաճ Հայաստանը։ Այդ դաշտում ԲՀԿ-ն արդեն աշխատել է։ Կառուցողական ընդդիմադիր դաշտը բավականին լավ դաշտ է։ Պարոն Մարգարյանը դեմ է այնպիսի ընդդիմությանը, որը իշխանության ներկայացրած ցանկացած հարցի դեմ է։ Իրենք միշտ էլ կողմ են եղել իշխանության այն ծրագրերին, որոնք երկրի օգտին են։ Մենք մնալու ենք այս դաշտում, անկախ նրանից ինչ կհայտարարենք, ինչ չենք հայտարարի կամ կքննարկենք, ենթադրենք ընդդիմադիր դառնա թե չէ։ Թե որ կուսակցությունը ինչպես է կոչվում իշխանություն, ընդդիմություն թե այլընտրանք, տվյալ դեպքում եւ տվյալ պարագայում այնքան էլ կարեւոր չէ։ Կարեւոր են նրա գործողությունները թե ընտրությունների ժամանակ Երևանի ավականու եւ թե նրանից հետո թե ինչպես են նրանք իրենց դրսեւորելու որպես ավականի։ Եվ այդ պատճառով հիմա ամենակարևորը ըստ երևույթին ընտրությունների ժամանակ արդար ընտրություններ ապահովելն է, իսկ այնուհետև միավորվելը, եթե այդպիսի միավորում կստացվի։ Ամեկ+-ի հյուրասրահում է Երևանի ավականու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը։ Պարոն Խաչատրյան, արդեն շատ քիչ ժամանակ է մնացել, արժի արդյոք այսօր հայտարարել, որ ոչ մի պարագայում, ոչ մի դեպքում ձեր խմբակցությունները 4-ը չեն պաշտպանելու իշխանությանը, թե այդպիսի կարիք չկա։ Արժի այնքանով, որ դրա մասին հատկապես վերջին 3 օրն ենք շատ խոսում, եւ Civilnet-ի հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Կինո
վերցնելու համար պայքարում ենք միասին, մեր ամենամինիմալ, այսպես նպատակը նաև որ հանրապետական կուսակցությունը չվերարտադրվի, այսինքն չունենա մեծամասնություն ավականիում եւ հաջորդ նպատակը նաև որպեսզի միասնաբար կարողանանք ընտրել Երևանի քաղաքապետ։ Եվ այդ առումով արժի իսկապես մեկ անգամ եւս նշել, շեշտել, որ շատ կարեւոր է, որ մեր պայքարը լինի միասնական այս փուլում, այսինքն նկատի ունեմ քարոզչությունն ավարտվեց, մենք ունենք վաղը չեմ իսօր ընտրություն ընտրական փուլում եւ այդ նույն միասնական մեր պայքարը կամ անելիքը շարունակել ընտրություններից հետո, երբ որ պետք է ընտրվի Երևանի քաղաքապետ։ Երեք իմ զրուցակիցներ Արմեն Ռուստամյանը եւ նա ճիշտ նույն բանը ասաց։ Եթե մնացածը չեն ուզում, գոնե դուք եւ Դաշնակցությունը չեք կարող այդպիսի բան։ Մենք հայտարարել ենք, պատրաստ ենք ստորագրելու, իմ ասած օրը նաեւ նույն ողջավորությամբ, նույն վստահությամբ Վարդան Օսկանյանը ասեց, նույն առաքելությունը ասեց, այնպես որ ստորագրելու եթե կարիք կա, բայց ես գտնում խոսքը ավելի արժեք ունի, քան թե թղթի վրա այս ստորագրությունը, մանավանդ որ դուք կաք, ես նկատում եմ ձեզ եւ լրագրական աշխարհը, լրագրողական աշխարհը կարող եք նաեւ հիշեցնել։ Խոսքից հետ կանգնելու եք թե չէ։ Իհարկե, ի վերջո նորից եմ ասում, ամենագնահատելի մարդկային հարաբերությունների խոսքն է, խոսքի գինը։ Պարոն Խաչատրյան, դուք Երևանի քաղաքապետ եք այն ժամանակ, երբ դուք անկուսակցական եք եւ աշխատում եք բոլոր կուսակցությունների հետ։ Հիմա այս արդյոք հիմա հնարավորություն կա, որ ոչ հանրապետական քաղաքապետը նորմալ աշխատի հանրապետական կառավարության, հանրապետական ազգային ժողովի եւ նախագահի հետ։ Հասկանում եմ, որ շատ բարդ է լինելու, բայց հակառակ հարցներ կարող եք տալ հանրապետական կառավարությունը, հանրապետական ազգային ժողովը, ովքեր գործում են Երևան քաղաքում եւ շատ դեպքերում կախված են լինելու Երևանի քաղաքային իշխանություններից, թող իրենք մտածեն, թե ինչպես են իրենց հարաբերությունները ունենալու ընդդիմադիր քաղաքապետարան ավականու եւ քաղաքապետի հետ աշխատելիս։ Իսկապես բարդություններ կլինեն, բայց եթե ընտրությունը կատարում է ժողովուրդը եւ ժողովուրդը այսպիսի ընտրություն է կատարել, որ Երևանի ավականին պետք է լինի ընդդիմադիր, ուրեմն բոլորը պետք է ընդունեն դա, այդ փաստը եւ իրար հետ համագործակցել։ Եթե իշխանությունը փորձի խանգարել, հավատացնում եմ, այստեղից կտուժի իշխանությունը։ Արդյոք մրցակցությունը չի բերի շատ սուր պայքարը։ Կարող է բերել, բայց նաեւ մրցակցությունը կբերի նրան, որ իսկապես ավելի արդյունավետ աշխատելու հնարավորություն կտա, հատկապես ավականույն կամ ընդդիմադիր քաղաքապետին, որը կիրականացնի այն բոլոր ծրագրերը, որի մասին խոսվել է նախընտրական քարոզչության ժամանակ եւ նաեւ միաժամանակ արդյունավետ այն առումով, որ այն պատմությունները, որ կան այսպես կոչված ատկատների հետ, համոզված եմ այդպիսի աչալուրջ ուշադրության դեպքում տեղի չունենա եւ իսկապես այն միջոցները, որոնք Երևանի բյուջեում հավաքվելու են, դրանք ուղղված կլինեն Երևան քաղաքացուն եւ ոչ թե առանձին մարդկանց։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր Երևանի ավականու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը։ Աշտարակի քաղաքապետարանում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, ավականու անդամները դեմ են քվեարկում քաղաքապետ Արմեն Անտոնյանի ներկայացրած նախագծերին, սա այն քաղաքապետն է, որը նախագահի ընտրությունների ժամանակ չկարողացավ Սերժ Սարգսյանին ապահովել անհրաժեշտ ձայներ։ Մեր մարզային լուրերը։ Փետրվարի 18-ին կայացած ընտրությունների ժամանակ գյումրեցին ապացուցեց, որ ոչ մի իշխանական ուժից չի վախենում, ասել է նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է շարժման հերթական փուլը հենց Գյումրիից սկսում։ Ինչքան կուզենք, այդքան կխփենք, դա ասվել էր հենց այստեղ Գյումրիում։ Օրեր անց Գյումրին ապացուցեց, որ արհամարելով ժողովրդին, ձեռ առնելով ժողովրդին, նվաստացնելով ժողովրդին, իրենք ոչ միտեղ չեն հասնի։ Ինքը ստացավ այդքան, ինչքան ցանկացավ խփել Գյումրին։ Այլևս որևէ ուժի աճակցելը իմաստ չունի, որովհետև այդ տարը փորձը բոլորից հերթական անգամ հասկացրեց, որ օր առաջ պետք է մենք մեր ծրագրի հետևից գնանք։ Մեր սկսած շարժումը շատ տեսանելի տարբերվելու է եւ ինչ վերաբերվում է որ մենք ավելի լավն ենք քան մնացած մեր նախորդները որ եղել է ես ինքս հակված եմ մտածելու որ գնահատականը միանշանակ է ժողովուրդը Կապանի լեռնագործներ թաղամասի 3-րդ նրբանցքում տեղադրված աղբարկղը իսկապես կռվախնձոր է դարձել բնակիչների համար։ Ոչ մի տուն չի հանդուրժում աղբարկղի ներկայությունը իրենց տան կողքին, իսկ աղբարկղը տեղադրել է քաղաքապետարանը, քանի որ բոլորովին վերջերս է մաքրել թաղամասով անցնող գետը, որը դարձել էր իսկական աղբավայր։ Երկու բնակիչից կողմին է, մին 4-ն էլ էս աջ կողմին է, բայց բոլոր աղբերն էլ լուսնում են ստեղ։ Հիմա հոտը գալիս է տաք ժամանակա, հիմա կարողանում չեմ այդ հոտին դիմանամ։ Խնդրում եմ, այստեղից վերցնեք, տանիք համապատասխան տեղ դնեք, որպեսզի մենք
լավը զգաք։ Ալավերդուսանահին Սարահար թաղամասի 2-ի մի քանի շենքերի բնակիչներ դժգոհում են տեղական իշխանություններից իրենց խնդիրներն անտեսելու համար, իսկ խնդիրներն իրոք շատ են, շենքերի կոյուղաջրերը թափվում են, նկուղները չկա, ջրահեռացման համակարգ, չկա ճանապարհ։ Ճանապարհը մեր Ալավերդից դուրս է մեռնեմ ջանիդ, անգամ տաքսին, բարուրը կրկից են խաչմերուկը միջացնում են։ Քաղաքային տրանսպորտը բոլոր տաքսիներն կանչում ենք, դեպք հապատահում, կամ հիվանդ ենք ունենում, ասում են ոտքով բերեք վերև, վերևից մեքենան տանում է։ Ելնելով ճանապարհի անբարեկարգ վիճակից հնարավոր չի, ոնց 2-ի գեն, ոնց 2-ի յեն, ոնց 2-ի 6-ը ներքևի թուրքմենների շենքը։ Գնալը հնարավոր չի, որովհետեւ ճանապարհներ չկան, մեքենաները շարքից հանում ենք։ Դրա համար մեծ դժկապությամբ են գալիս այդ շենքերի պատվերները կատարելու։ Փողը թուղթ է, կա պատիվ, կա արժանապատվություն, այնպես անենք, որ մենք մեր երեխեքից չամաչենք։ Деньги давай! Давай деньги! Давай деньги! Деньги давай, я тебе говорю! Деньги! Կհանդիպենք երկուշաբթի։